Եկեք անկեղծ լինենք, այն մեկնաբանությունները, որոնք մինչև հիմա տրվել են նոր սահմանադրության վերաբերյալ, ոչ միայն չեն նպաստել անհասկանալի պահերի պարզաբանմանը, այլև նորանոր հարցեր են առաջացրել եւ այդ հարցերի մի զգալի մասը առաջին հերթին խորհրդանի ձևավորման հետ է կապված։ Համաձայնեք ամենատարօրինակը, այսպես ասած, լողացող պարլամենտի գաղափարն է, այսինքն կախված այն հանգամանքից, արդյոք մի ուժ ընտրությունների առաջին փուլում մեծամասնություն կստանա, թե երկրորդ փուլի անհրաժեշտություն կառաջանա, ազգային ժողովը կարող է լինել փոքր կամ մեծ, պատգամավորների թիվը կարող է լինել 101 կամ ասենք 131, ինչպես հիմա է։ Աշխարհի անխտիր բոլոր երկրների փորձը իհարկե չեմ ուսումնասիրել, բայց խիստ կասկածում եմ, որ գոյություն ունի պետություն, որի պարլամենտի տեղերի թիվը տատանվում է կախված ընտրությունների արդյունքից, ինչպես մարմիններն են ընդարձակվում եւ սեղմվում կախված օդի ջերմաստիճանից եւ տարվա եղանակից։ Մենք հայերս իհարկե եզակի ազգ ենք, բայց այսքան եզակի ասում են, թե իտալական փորձն է ընդօրինակված։ Իտալիայում բնականաբար ոչ մի առանցգական պարլամենտ գոյություն չունի։ Դա զուտ հայկական հանճարեղ հայտնագործություն է, բայց խորհրդանի ձևավորման իտալական փորձը անշուշտ մեր սահմանադրագետները այո օգտագործել են։ Եվ ուրեմն թույլ տվեք մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ դրան։ Փորձեմ շատ հակիրճ ներկայացնել։ Ըստ Իտալիայի նոր օրենսդրության, եթե խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցություն ստանում է քվեների 40%-ը, մեխանիկորեն դառնում է մեծամասնություն։ Խորհրդարանի 630 տեղերից 340-ը հատկացվում է այդ քաղաքական ուժին։ Եթե հիմա զարմանք եք արտահայտում, թե ինչու մի կուսակցություն, որը ընդամենը 40% է հավաքել, հանկարծ մեծամասնություն է դառնում, ես էլ կհարցնեմ, բայց ինչու եք զարմանում, երբ մեզ մոտ էլ նույն համակարգը տարիներ շարունակ գործում է Երևանի ավականու ընտրություններում, այն ուժը, որը 40% է հավաքում, իրականում ունենում է 50+1։ Այսինքն կարելի է ասել, որ ոչ թե մենք ենք սա իտալացիներից ընդօրինակել, այլ իրենք մեզանից, կամ էլ երկուսս էլ ընդօրինակել ենք միջազգային փորձը, որովհետև նման համակարգեր տարբեր տեղերում են գործում կայունությունն ապահովելու եւ որոշումներ ընդունելու հնարավորություն ունենալու համար։ 40% ստացածին տալիս են յուրօրինակ մեծամասնության բոնուս, այսինքն մեծամասնություն են պարգևում, թե չէ որոշումներ ընդունելը շատ դժվար կլինի։ Կոնկրետ Իտալիայում կամ մեր Երևանյան քաղաքապետարանում հաղթողին ասում են. վերցրու այսքան տեղերը, դրանք քոնն են, մնացած տեղերը բաշխվում են մնացած կուսակցությունների միջև ըստ իրենց ստացած տոկոսների։ Հիմա բնականաբար կհարցնեք, իսկ եթե ոչ մեկը 40% չհավաքի, այս դեպքում մենք հաստատ ընդօրինակել ենք իտալական նոր օրենսդրությունը։ Այդ դեպքում անցկացվում են նոր ընտրություններ, որոնց մասնակցում են ընդամենը 2 կուսակցություն, առավելագույն ձայներ ստացածները։ Ինչու մենք որոշեցինք իտալացիներից վերցնել այս գաղափարը։ Ինձ թվում է Հայաստանում իշխող ուժը պարզ հաշվարկ է արել։ Հիմա ինչպես գիտեք, այդ ուժը խորհրդարանում ունի պարզ մեծամասնություն, այսինքն 50%-ից ավելի։ Իրականում վերջին ընտրություններում այդ ուժի բուն կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների մոտ 40%-ը, իսկ մեծամասնություն ստացել է, որովհետև մեծամասնական ընտրակարգով են շատ հանրապետականներ անցել։ Հիմա այլևս մեծամասնական ընտրություններ չեն լինելու։ Այսինքն իշխող ուժը առավելագույնը կստանա իր շուրջ 40%-ը։ Եթե խորհրդարանում ըստ նոր սահմանադրության սկսի գործել նույն կարգը, ինչ հիմա գործում է Երևանյան ընտրությունների ժամանակ, իշխող ուժը խնդիր չունի, կհավաքի իր 40%-ը եւ մեխանիկորեն մեծամասնություն կստանա։ Բա որ չստանա այդ 40%-ը, այս սա է գլխավոր հարցը, որը հաստատ հիմա անհանգստացնում է այդ ուժի ներկայացուցիչներին։
որովհետև առջևում մինչև 2017 թվականը առանձնապես լավ բաներ չեն սպասվում։ Հենց ինքը կառավարությունն է կանխատեսել։ Այս տարի կունենանք ընդամենը 1%-ի տնտեսական աճ, հաջորդ 2 տարիներին մի փոքր ավելի։ Իսկ եթե գներն աճեն, թեկուզ 4%-ով աշխատավարձն էլ չբարձրանա, շարքային ընտրողը պարզապես կսկսի տարեց տարի ավելի ու ավելի վատ ապրել։ Եվ 40% քվեի հույսերը կսկսեն հալչել նույնքան արագ, որքան աշխատավարձն է հալչում հայաստանցու գրպանում։ Հենց այդ դեպքում էլ փրկության կգա ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրորդ փուլում իշխանական ուժը առավելություն ունի, նրա ընտրողները գնում են ընտրատեղամաս, իսկ ես չեմ գնա, եթե այդ երկուսի մեջ չլինի իմ նախընտրած կուսակցությունը, որի օգտին քվեարկել եմ առաջին փուլում։ Շատերը ինձ նման չեն գնա։ Արդյունքում իշխող ուժը նույնիսկ 40% չհավաքելով առաջին փուլում, ի վերջո միևնույն է մեծամասնություն կկազմի խորհրդարանում։ Այստեղ միայն մի վիճահարույց, ես կասեի նույնիսկ կասկածելի հանգամանք կա։ Ինչու ենք որոշել ընդօրինակել հենց իտալական տարբերակը։ Այս անսովոր առաջարկը երկու կուսակցությունների մասնակցությամբ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել, եթե ոչ մեկը 40% չի հավաքում, բավական երկար քննարկվել է Իտալիայի խորհրդարանում։ Ընդդիմությունը մի քանի անգամ ի նշան բողոքի լքել է նիստերի դահլիճը։ Նույնիսկ իշխող կուսակցության անդամներից մեկն է դուրս եկել կուսակցությունից հենց այս օրենքի պատճառով, այսինքն սկանդալային օրենք է։ Սա մեկ։ Երկրորդ, այս օրենքը ընդամենը 2 ամիս առաջ է ընդունվել եւ գործելու է միայն հաջորդ տարվա հուլիսից։ Այսինքն, սա ոչ միայն էքսպերիմենտ է, այլև դեռ չիրագործված էքսպերիմենտ, որի արդյունքները հայտնի չեն։ Եվ վերջինը։ Կներեք, ինչ գործ ունենք մենք Իտալիայի հետ։ Իրենք շատ կոնկրետ հիմնախնդիր ունեն։ Վերջին հաղորդումներից մեկում ասել եմ 50 տարում 50 կառավարություն են փոխել։ Կոալիցիաները փլուզվում են, ստիպված են արտահերթ ընտրություններ անցկացնել եւ այլ։ Կարող եք հիշել, մենք երբ ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացրել։ Չի եղել նման բան ընդհանրապես։ Նախագահական եղել է, բայց խորհրդարանական չի եղել։ Այսինքն կայուն համակարգ ենք ունեցել։ Հիմա ուզում ենք դա ավելի անկայուն համակարգով փոխարինել, բայց ամեն ինչ անել, որպեսզի այդ պոտենցիալ անկայունը կայուն լինի։ Իրոք երևի թե եզակի ազգ ենք։ Հոդեմ չենք։